Եվ ուզում եմ միասին բացենք Թվոց 16-րդ գլուխը։ Եվ երևի թե կսկսեմ նոր կտականից մի երկու համարներ, բայց բացեք Թվոց 16-ը։ Երկրորդ Կորինթացիների 6-ի 14-15-ում էսպես ասում. Ինչ գործ ունի լույսը խավարի հետ, եւ ինչ միաբանություն ունի Բելիալը Քրիստոսի հետ։ Դու կասես, իհարկե, միաբանություն չկա խավարի եւ լույսի կամ սատանայի եւ Քրիստոսի մեջ, բայց այսօր ցավալի է, որ շատ լույսի որդիներ խավարի մեջ են եւ խավարը օգտագործում է նրանց կանգնեցնելու շատ Աստծո ծառայողների եւ Տիտոսի 1:16-ում էսպես ասում խոստովանում են, թե Աստված գիտեն, բայց իրանց գործերով ունայնանում են եւ պղծվում են եւ անհնազանդ են ամեն բարի գործի անպիտան։ Այսինքն ես միշտ կրկնել եմ սա եւ նորից կկրկնեմ, Աստվածաշունչը գրված է քրիստոնյաների համար եւ այստեղ էսպես ասում, որ դուք խոստովանում եք, որ Աստծուն գիտեք եւ միգուցե նաեւ այստեղ քույրեր կան, որ այս խոսքը նաեւ քեզ ավերաբերվում եւ ով որ կլսի, միգուցե դու գիտես Աստծուն, բայց քո գործերը անպիտան են, պիտանի չեն Աստծուն եւ Աստված ուզում է, որ դու պիտանի անոթ լինես եւ խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց խավարի մեջ են։ Եվ Թվոց 16-րդ գլուխը ուզում եմ բացեմ եւ միասին այսօր սերտողության նման պիտի անենք, պիտի շատ կարդանք։ Եվ առավ հենց առաջի համարից 16-ի առաջին, Թվոց 16 առաջին։ Եվ առավ Ղևի որդի, Կահաթի որդի, Իսահարի որդի Կորխը եւ Ռուբենի որդի Եղիաբի որդի Դաթանը եւ Աբիրոնի եւ Փաղերի որդի Օնը եւ կանգնեցին Մովսեսի առաջին եւ Իսրայելի որդկանց 250 հոգի ժողովքի խորհրդական գլխավորների անունների մարդիկ, այսինքն ամենակարևորները կանգնեցին Մովսեսի առաջին եւ ժողովեցան Մովսեսի եւ Ահարոնի վրա եւ ասացին նրանց. Էլ բավական է ձեզ, որովհետև բոլոր ժողովքը ամենքն էլ սուրբ են եւ Եհովան նրանց մեջ է եւ ինչու եք ձեզ բարձրացնում Եհովայի ժողովրդի վրա։ Գիտես ովքեր էին այս ասողները, սրանք Ղևիի սերունդներ։ Ղևի, այսինքն 12 ցեղերից ընտրված 11-ը մի կողմ, այս 12-րդ ցեղը ընտրված էր Աստծո ծառայություն անելու, Աստծո երկրպագության մասնավոր եւ նրանք կանգնեցին առավել ընտրված մեկի դեմը, որը առաջնորդն էր, դա Մովսեսն էր եւ երկրորդը Ահարոնը որպես քահանայապետ, Աստված իրանց ընտրել էր եւ կանգնեցին ու ասեցին. բավական է ձեզ, ինչ եք ձեզ երևա կայել, արդյոք Աստված է ձեզ մենակ ընտրել, ամբողջ ժողովքը սուրբ է եւ ուշադիր նայելով սրտի դիրքին հասկանում ես, որ այստեղ խոսում է նախանձը, նախանձի կուռքը, որը 5 կտականում Աստված հենց այդպես էլ կոչում է եւ շատ ժամանակ այս կուռքը բարձրանում է օծվածների դեմ եւ խոսեց Կորխի եւ նրա բոլոր ժողովքի հետ Մովսեսը եւ ասեց. Էգուց Եհովային ցույց կտա, թե որն է իրենը եւ որն է սուրբը եւ նրա մոտ կմոտիկանանք, այսինքն ժողով կլինի եւ բոլորս կմոտիկանանք։ Ես ուզում եմ քիչ կարճ կարդամ, որպեսզի շատ երկար չլինի։ Եվ 7-րդ համարից եւ նրանց մեջ կրակ դրեք եւ Եհովայի առաջին բերեք ձեր խնկի ամանները եւ լինի, որ այն մարդը, որը Եհովան ընտրե, նա է սուրբը, բավական է ձեզ, ով Ղևիի որդիք, այսինքն շեշտադրում է Մովսեսը, որ իրանք Ղև տացիները, Ղևիի որդիներն են, եւ Մովսեսն ասեց Կորխին.
Լսեցեք ով Ղևի որդիք, փոքր բան է երևում ձեզ, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար Իսրայելի ժողովքիցը բաժնեց ձեզ։ Նայեք, սա ծառայողների մեջ քաշքշուկն է, որ այսօր ահավոր շատ է։ Միգուցե այստեղ շատ քիչ են ծառայողներ, բայց ես ուզում եմ, որ այս խորը խորհուրդը դու հասկանաս, որովհետև սա շատ կարևոր է ոչ միայն ծառայողական թիմի մեջ, այլև քո ընթացքի մեջ։ Երբ որ դու մի փոքր կբարձրանաս, ինչ որ բաներ կանես, քո դեմ կկանգնեն Ղևի որդիք, կկանգնեն մարդիկ, որոնք շատ լավ գիտեն Աստծո շարժը, շատ լավ գիտեն Աստծո խոսքը, շատ լավ գիտեն մարդկանց հավաքել, ծափարել, երկրպագել, եւ Մովսեսն ասում է, փոքր բան է ձեզ, որ դուք ծառայում եք։ Ծառայեք, ձեր գործն արեք, դուք ձեր ուղին գնացեք, դուք ինչ գործ ունեք, ձեզանից բարձր բաներ եք խորհում։ Փոքր բան է երևում ձեզ, որ Աստված ձեզ ընտրել է։ Եվ քեզ հետ եղող բոլոր եղբայրներին Ղևի որդկանց իրենց մոտեցրեք եւ դուք քահանայությունն եք ուզում անել, այսինքն բավական չի ձեզ, որ դուք տաճարի սպասավորություն, երկրպագություն եք անում, դուք ուզում եք նաեւ քահանայություն անեք։ Եվ ընդհանրապես, երբ որ նայում ես, տեսնում ես, որ սա շատ նման է այսօրվա քաշքշուկին։ Իրականում այս ինտերնետային ծառայությունները բերել է այս քաշքշուկին, որ այս քույրիկը խումբ է սկսել, այս քույրիկի մոտից գնանք այստեղից այնտեղ, այնտեղի ծառայողը սկսում է այդ քրոջը քննադատել, որ իրա մարդիկ այնտեղ չգնան։ Եթե Աստված ընտրել է մեկին, դու ով ես, որ Աստծո ծառային քննադատես, վարքաբեկես, ցածրացնես, որ դու բարձրանաս։ Ընդհանրապես Աստծո աչքի առաջ մեծ մեղք է դա համարվում։ Եվ ինչպես ինձ նաև հարց էին տվել, դատեր կարելի է լինի Աստծո ժողովրդի մեջ եւ այստեղ նույնպես երևում Մովսեսն ասում է եկեք իրար հետ նստենք եւ դատ անենք 13-րդ համարում նրանք ասում են մենք վեր չենք գա քո մոտ փոքր բան է մեզ անապատի մեջ մերցնելու համար կաթ ու մեղր բխող երկրից մեզ հանեցիր որ մեր վրա տիրապետել ես ուզում նայեք տարբերությունը ղևտացիների, որոնք որ ծառայություն էին անում տաճարում, սպասավորություն եւ Մովսեսը լսում էր Աստծո ձայնը։ Իսկ ղևտացիները անում էին իրենց գործը։ Մովսեսը հզոր մարգարե էր։ Եվ նաեւ ամբողջ հավատքների մեջ, կա իսլամի մեջ, հուդայիզմի մեջ, քրիստոնեության մեջ Մովսեսը շատ բարձր տեղում է դրված, ամեն կրոնքների մեջ ինքը կա։ Եվ ընդհանրապես ինքը Աստծո մարգարե էր, տանող էր։ Եվ ընտրված անոթ։ Բայց երբ որ նայում ես այս համարի մեջ 13-14-ի մեջ, տեսնում ես, որ նրանք չունեին Աստծո տեսիլքը։ Եվ սա է շատ, որ տարբերություն կա ծառայողների մեջ։ Կան մարդիկ, որոնք անում են ինչ որ գիտեն, ինչ որ սովորել են, ինչ որ իրանց ասվել է որ անեն, հա, ինչ որ իրանց հարմար է որ անեն, բայց կան ծառայողներ, որոնք անում են ինչ որ Տերն է ասում, նրանց ընտրելա Տերը Մովսեսին եւ Ահարոնին Տերն ընտրել, ղևտացիներին նույնպես, բայց նրանք բոյկոտ արեցին, հա, բոյկոտ եւ նրանց տեսիլքը արդեն Աստծո տեսիլքի հետ չէր համապատասխանում, նրանք ասում են Մովսեսը բերեց կաթ ու մեղր բխող երկիր տանող ճանապարհ, անապատ, որ մեզ վերացնես, որ մեզ հնազանդացնես քեզ Այսինքն նա ինչ որ Տերն էր անում, նրանք վերագրում էին Մովսեսին եւ ընդհանրապես չէին մտել այդ տեսիլքի մեջ։ Դրա համար ես շատ հաճախ ասում եմ, եթե դու քեզ տեսնում ես այս խմբի տեսիլքի մեջ մտիր այստեղ, եթե դու քեզ չես տեսնում այստեղ, գնա այնտեղ, որտեղ որ տեսնում ես շատ կարևոր է Աստծուց տեսիլք ունենալ
ոչ թե գնալ ինչ որ շարժի հետևից, գնալ ինչ որտեղ, որտեղ բոլորն են գնում, ոչ գնա այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին է քեզ տանում եւ դու կլինես քո բարձրերում, Տերն ասում է Մարգարեի գրքում, դու կլինես այնտեղ, որտեղ Աստված քեզ տեսել է։ Եվ Մովսեսը շատ բարկացավ 15-րդ համարում եւ ասեց Եհովային. մի նայր նրանց նվերներին, նրանց մի էշել չեմ առել եւ նրանց մեկ չարիք չեմ արել եւ Մովսեսն ասեց Կորխին. դու եւ քո բոլոր ժողովուրդը էգուց Եհովայի առաջին ներկայացեք, դու եւ նրանք եւ Ահարոնը, այսինքն պետքա դատ լիներ, ծառայողական դատ էր սա, հա, այսպես, եւ առեք այն ամեն մեկը ձեր բուրվարները, գիտես ինչ էր բուրվար, բուրվարը դա այդ աղոթքները, հա, խունկերը, որ կրում էին, եւ խունկը դա նոր կտականում դա աղոթքի գրված է, որ ձեր աղոթքները խունկի պես անուշահոտ խունկի պես վեր կբարձրանան եւ դա նման է, որ նրանք պետք է իրանց հոգեվոր ընթացքով գային, իրանց խնկանոցներով, իրենց բոլոր պաշտպանություններով գային այնտեղ եւ նրանց մեջ խունկ դրեք եւ մոտեցրեք Եհովայի առաջին եւ ամեն մեկը իր բուրվար, այսինքն 250 բուրվարներ եւ դուք էլ եւ Ահարոնը ամեն մեկը իր բուրվարը եւ ամեն մեկ իր բուրվարն առնի եւ նրանց մեջ կրակ դնի եւ նրանց վրա խունկ դնի եւ ժողովքի խորանի դռանը կանգնի եւ Մովսեսն ու Ահարոնն էլ, այսինքն իրանք էլ պետք է մոտիկանային եւ Կորխը ժողովեց նրանց դեմ բոլոր ժողովքը։ Նայեք, եւ ինչի համար ես սկսեցի իմ վկայությունից, երբ որ իմ դեմ դուրս եկան ծառայողներ, նրանք սկսեցին տարածել այդ աղբը, հա, այդ թույնը նաեւ մնացածի մեջ եւ ժողովում էին մնացածին Մովսեսի եւ Ահարոնի դեմ եւ ես ինձ հենց այդպես է զգում է, ես հիշում եմ, երբ որ Աստված խոսեց, ես եթե նկարեմ տեսնեք, այս էջերի սրա ամբողջը գրված գծված է, Աստված հատիկ այս բառերի ինձ էր ասում եւ քո դեմ կժողովեն, որ ինձանից չեն, այդպիսի մի համար էլ կա Աստվածաշնչում եւ Կորխը ժողովեց բոլոր ժողովքը խորանի դռանը եւ Եհովայի փառքը բոլոր ժողովքին երևցավ եւ տեսնում ես ոչ թե միայն ծառայողներն էին իրար հետ, այլ Աստված խառնվեց այս ժողովքին, Աստված որոշեց խառնվել եւ հարցին լուծում տալ եւ Եհովան խոսեց Մովսեսի Ահարոնի հետ ասելով եւ հենց այստեղ տեսնում ես որ Աստված ոչ թե Կորխի հետ խոսեց կամ Ղևտացիների ինչ որ քահանայի հետ, այլ Մովսեսի եւ Ահարոնի հետ, որոնց նա ընտրել էր։ Այդ ժողովքի միջից բաժանվեցեք, որ իսկույն սպառեմ դրանց։ Այսինքն Աստված տեսնելով եւ կշռելով սրտերը որոշել էր արդեն բարկություն էր եկել Աստծո մեջ եւ նա պիտի սպառեր, վերացներ այդ բոլոր Ղևտացիների այդ ժողովքը։ Եվ բայց նրանք, այսինքն Մովսեսն ու Ահարոնը իրենց երեսի վրա ընկան եւ ասեցին. ով Աստված, ով բոլոր մարմնի հոգիների Աստված, մեկ մարդ կմեղանչե եւ բոլոր ժողովքի վրա կբարկանաս։ Դες այստեղ տեսնում ես Մովսեսի սիրտը, Ահարոնի եւ Մովսեսի սիրտը եւ ընդհանրապես Մովսեսի սրտի մասին շատ է գրված Աստվածաշնչում, որ նա շատ հեզ էր եւ խոնար եւ ողջ չէր պահում, հա, իր դեմ դուրս եկան զորաբանակ, բայց նա ասում էր մի արա Տեր ջան, եւ ես եղել ա ծառայությունների ժամանակ ասել եմ, որ այստեղ թվում է թե Մովսեսն ավելի բարի է երևում, քան թե Աստված։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ եւ ասեց. խոսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. հեռացեք Կորխից, Դաթանից եւ Աբիրոնի բնակության 4 կողմից։
Այսինքն Աստված հաշվի նստվեց Մովսեսի աղոթքի հետ եւ ամբողջ ժողովքը չվնասեց եւ որոշում կայացրեց այս երեքի հետ իր հարցերը լուծի եւ Մովսեսը ելավ եւ Դաթանը Աբիրոնը մոտ գնաց եւ Իսրայելի ծերերը նրա ետևից գնացին եւ նա խոսեց ժողովքի հետ ասելով այդ չար մարդկանց վրանի մոտից ետ քաշվեք եւ նրանց մեկը բնավ մի դպչեք որ նրանց բոլոր մեղքերովը չկորչեք այսինքն ինչի համար սկսեցի Կորինթացիների 6-րդ գլխի 14 համարից ինչ գործ ունի լույսը խավարի մեջ եւ շատ հաճախ մեզ թվում է դա սատանիստական շարժերն են դա չգիտեմ թուղթ ու գիրանողներն են իհարկե դրանք են բայց սա նայեք Աստծո ղևտացիները ծառաները Աստված ասում է չար բանի մի դիպչեք եւ եթե Տերը քեզ հանդիմանում է ինչ որ կեղծ եղբայրների կեղծ քույրերի հետ չխառնվես լսի Տիրոջ ձայնը դա քո օգտի համար է ես որոշում եմ կայացրել մարդկանց չեմ հաջող լինելու այլ Տիրոջ ձայնին եմ հետևելու եթե Տերն ինձ ասում է չխառնվես նրանց հետ ես չեմ խառնվի նրանց հետ եւ շատ հաճախ եղել է որովհետեւ ես ինքս շատ մարդասեր եմ եւ եղել է որ ես խառնվել եմ ու վնասվել եմ եւ Աստված հանդիմանել է ինձ ու ասել այլևս չտեսնեմ քո ոտքը այդտեղ Եվ ինձ հրավիրել են ծառայողներ, որ գնամ ու ծառայեմ եւ Աստված ասել է ես քեզ արգելում եմ այդ բեմի վրա քո ոտքը դնես ես արգելում եմ քեզ ու տեսիլքներ ա ցույց տվել ինչի համար արգելում եւ դա մեղքի կույտեր ա եղել որոնք ես տեսել եմ եւ շատ հաճախ հենց հոգեվորների մեջ Աստված ասում է եւ ես կդատեմ ոչխարի եւ ոչխարի միջև Եվ մեծ արդար է լինելու Աստծո դատը։ Մի դիպչեք, հեռացեք նրանց միջից։ Եվ Մովսեսն ասեց. սրանով կգիտենաք, թե Եհովան է ինձ ուղարկել բոլոր այս գործերը անելու եւ ոչ թե իմ անձս է այսինքն ես ինքս ինձ չեմ կարգել Ես չեմ կարող դևեր հանել, ես չեմ կարող հայտնության խոսքեր խոսել, ես չեմ կարող բժշկություններ անել, դա նա է կարգել։ Բավական է դուրս կանգնեք, հա, ինչպես Հիսուսը Սողոսին ասեց, դու չես կարող խթան հանդիսանալ։ Մենք Աստծո գործերը չեն կարող կանգնեցնել, եթե Տերը որոշել է ինչ-որ մեկին օծի, ինչ-որ ծառայության մեջ, ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Տերը գործ է սկսել քո հետ։ Ես ինքս չեմ կարգել, այլ Տերն է ինձ ընտրել։ 29 համարում էսպես է շարունակում։ Այսպես, եթե սրանք ամեն մարդիկ մեռնելու պես մեռնեն, եւ եթե ամեն մարդի պատժվածովը սրանք էլ պատժվեն, այն ժամանակ ինձ Եհովան չի ուղարկել։ Այսինքն նրանց պատիժը սովորական չի լինելու, գերբնական, տարօրինակ է լինելու։ Եթե նորմալ մարդկանց պես մեռնեն, ուրեմն Տերը ինձ չի ուղարկել, ասում է Մովսեսը, բայց եթե Եհովան մի հրաշք անե եւ երկիրը իր բերանը բանա եւ նրանց բոլոր ունեցածը կուլ տա եւ նրանք ողջ դժոխքն իջնեն, այն ժամանակ կգիտենաք, որ այս մարդիկ Եհովային անարգեցին։ Ովքեր էին այս մարդիկ, Աստծո ծառաներ, մասնավոր երկրպագուներ էին, Ղևտացիների ցեղը ընտրված էր, որ տաճարում սպասավորություն անեին մանավանդ երգեցողության մեջ, գործիքների, երբ որ կարդում ես նրանց համար հատուկ գործիքներ էր պատրաստել տվել Աստված, որ նրանք երկրպագեին տաճարում, հզոր Աստծո ծառաներ էին եւ ինչ կատարվեց, երբ որ կանգնեցին Աստծո ընտրածի դեմ,
Աստված չի նայելու քո ծառայությունը, Աստված չի նայելու քո դիրքը, քո անունը, քո կոչումը։ Զգույշ եղիր Տիրոջ օծյալների դեմ կանգնելու եւ նրանց վարքաբեկելու։ Եվ եղավ հենց որ այս բոլոր խոսքերը խոսեց, վերջացրեց, իսկույն գետինը պատռվեց եւ նրանց տակից եւ երկիրն իր բերանը բաց արավ եւ նրանց տները եւ կորխի ունեցած բոլոր մարդկանց եւ բոլոր ինչքը կուլ տվեց։ Տեսնում ես այստեղ Մովսեսի խոսքերի զորությունը։ Աստված չէր որոշել երկիրը բացեր ու կուլ տար։ Մովսեսը որոշեց, Մովսեսը խոսեց, ինչպես Հակոբոսի մեջ գրված է, Եղիան մեր նման կիրքերի տեր էր, բայց խոսեց եւ անձրև չեկավ 3.5 տարի։ Մարգարեների խոսքերը, որոնք որ ուղիղ են Աստծո հետ, զորություն ունեն, կանգնեցնելու ամեն բան, բացելու եւ փակելու։ Եվ ինչպես որ Մովսեսն ասեց, այդպես էլ եղավ, ամեն բան կուլ տվեց նրանց, եւ ոչ միայն նրանց, եւ նրանք բոլորը, ինչ որ նրանց հետ էին, ողջ, ուր գնացին, դժոխքը իջան։ Շատերն ասում են, հին ժամանակում չկար, կար դժոխքը, կա այդ տանջանքի տեղը, հենց սկզբից եղել է, բայց ոչ մարդկանց համար, մարդիկ պղծվեցին, եւ գնացին այնտեղ, որտեղ որ նրանց համար չէր նախասահմանված, այլ սատանայի եւ դևերի համար, բայց նրանք գնացին դժոխք եւ երկիրը ծածկեց նրանց վրայով եւ կարծես թե այդտեղ բացում չէր էլ եղել, ծածկվեց եւ նրանք ժողովքի միջիցը կորան։ Կլինեն մարդիկ, որոնք կկանգնեն քեզ դեմ եւ կխոսան քո կյանքի վրա սուտ բաներ, բամբասանքներ, կկպցնեն պիտակներ քեզ։ Դու ուղիղ եղի Աստծո հետ։ Եթե դու ուղիղ լինես, նրանք կային ու չեն լինի եւ կկորեն, ու ընդհանրապես նրանց տեղը չի երևակրվածա։ Եվ բոլոր Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախան, որովհետև ասում էին, միգուցե երկիրը մեզ էլ կուլ տա։ Դες վախ եկավ ժողովրդի վրա, որ Աստված շարժվում է, Մովսեսի բերանով Աստված շարժվում էր, եւ Եհովայից կրակ դուրս եկավ, եւ խունկ մատուցող 250 հոգիներին սպառեց։ Նրանք, որ մասնակից էին եղել, եւ սա բամբասանքի ոգին է, որ այսօր նույնպես վխտում է այդ քաղցկեղ ոնց որ լինի։ Եկեղեցիների մեջ սա ասեց, նա սա ասեց, Աստծուց չի սա, այսպես է, սա այնպես է, եւ Աստված չխնայեց նրանց, ովքեր որ կորխին լսել էին, եւ սպառեց նաեւ այդ 250,000-ին։ Իհարկե դժոխքը չգնացին կենթանի, բայց ուզում եմ նաեւ ասեմ, որ ամբողջ կորխի եւ այդ երեքի կորխ Դաթան եւ Աբիրոն իրենց ամբողջ կանայք եւ երեխաները ունեցվածքը գնաց նրանց հետ, բան չմնաց, իրենց հետքը կորցրեց Աստված եւ նրանց որ նրանց խոսքերը լսում են եւ ամեն էին ասում, նրանց նույնպես կորցրեց։ Իմ ծառայողը միշտ ասում էր ձեր ականջները աղբար կղջի, որ ով ինչ ուզենա խոսի եւ դուք լսեք, հանդիմանեք նրանց, որոնք Աստծուց չեն խոսում ձեր ականջներին, անգամ ղևի ցեղից կլինեն միգուցե օծվածներ կլինեն, կապ չունի օծությունը, կապ չունի նրանց դիրքը, նրանց չափը հոգևոր, կապ չունի, մարդը մնում է մարդ եւ կարող է մեղանչի։ Ես իմ ծառայության ողջ ընթացքում, հոգևոր ընթացքում շատ ծառայողներ եմ տեսել, որոնք ճիշտ չեն եղել։ Եվ Աստված վարձահատույց է լինելու, Աստված իր գործը անելու է թե այստեղ, թե այնտեղ, երբ որ մենք կկանգնենք Աստծո դատաստանի առաջ։ Եվ սպառվեցին այդ 250,000-ը։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ, ասելով.
Խոսիր Ահարոն քահանայի որդի Եղիազարի հետ, որ բուրվարները այն այրվածքի միջից վեր առնեն։ Այրվածքը դա այդ 250,000 մարդու այրված մարմիններն էր։ Այդ բոլոր խնկանոցները, նրանց պաշտոնը կվերցնեմ նրանց ձեռքից, նրանց քահանայության այդ բուրվարները վերցրեք իրանց վրայից ձեռքից։ Ինչ չեմ ուզում այս մասին շատ անդրադառնամ, բայց ուզում եմ 41-րդ համարին անդրադառնամ։ Եվ հետևյալ օրը, այսինքն չանցավ 1 օր, եւ երբ որ կարդում էի, այնպես կպավ իմ սրտին, որ խրատ չառան, տեսան Տիրոջ շարժը, տեսան Աստծո զորավոր գործերը։ Իմ ծառայության ժամանակ այդ ծառայողները, որոնք իմ դեմ էին հելել, նրանք տեսան ինչպես եմ ես դևեր հանում Սուրբ Հոգու միջամտությամբ, նրանք տեսան մարգարեությունները եւ ասեցին ամեն դու Աստծո հզոր մարգարեուհի ես, բայց խրատ չառան եւ կանգնեցին ու սկսեցին բամբասել, դատել եւ միգուցե քո կյանքում նույնպես։ Եվ այստեղ նույնպես ասում է 41-րդ համարում եւ հետեւյալ օրը Իսրայելի որդիքը բոլորը ժողովքը Մովսեսի դեմ եւ Ահարոնի դեմ տրտունջ անելով ասեցին, այսինքն նորից նույն երգն են երգում, դուք Եհովայի ժողովքին մերձրեցիք, այսինքն ոչ թե նրանց մեղքը իրանց հասավ, այլ Մովսեսը մերձրեց։ Խեղճ Մովսեսը իր ծառայությունն էր անում, ամենամեծ ծառայողն է եղել երևի ամբողջ այս աստվածաշնչյան պատմության մեջ, ամբողջ հրեաները նրան էին հետևում, նա հզոր ծառայություն էր անում։ Եվ նրա դեմ ելան, նա ոչինչ չէր սկսել, նախաձեռնումը գալիս էր կողքից։ Դուք Եհովայի ժողովրդին մերձրիք։ Եվ եղավ երբ որ ժողովքը Մովսեսի եւ Ահարոնի դեմ ժողոված էին, դեպի ժողովի խորանը նայեցին, եւ ահա ամպը ծածկեց նրանց ու Եհովայի փառքը երևցավ։ Գիտես, Աստծո ծառաներին կպնողները հենց այնպես չեն մարսում դա։ Աստված նրանց թիկունքին կանգնած է, Աստված շարժվում է եւ գրված է, որ նա ծածկեց այդ վայրը կրկին, սա երկրորդ անգամ։ Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովքի խորանի առաջը եկան։ Եվ Եհովան խոսեց կրկին Մովսեսի հետ, ուրիշ ոչ ոքի հետ չէր խոսում, կամ Մովսեսի, կամ Ահարոնի։ Այդ ժողովքի միջից ելեք եւ իսկույն սպառեմ նրանց, կարգին այդ բարկությունը Տիրոջ մեջ է, որ ես կվերացնեմ նրանց, եւ սրանք իրենց երեսի վրա ընկան, այսինքն Մովսեսն ու Ահարոնը։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. բուրվարն առ, եւ մեջը սեղանի վրայից կրակ դիր եւ խունկ դիր, եւ շուտով ժողովքը գնա եւ նրանց համար քավություն արա, որովհետեւ Եհովայի կողմից բարկություն ելավ, ժանտախտը սկսեց։ Այսինքն Մովսես ծառան խորը տեսնում էր, անգամ Ահարոնը չէր տեսնում, որ բարկությունից արդեն ժանտախտը սկսել է։ Եվ ինչ պետք է աներ Ահարոնը Մովսեսի առաջադրանքով, նա պետք է խունկ դներ։ Եվ ինչա խունկը, աղոթքը։ Նա պետք է աղոթք այսօրվա հա մեր նոր կտականյան եւ քավությունը, այսինքն Հիսուսի արյունը եւ խոստովանությունը եւ աղոթքը դադարեցնում է Աստծո բարկությունը։ Եվ Ահարոն առավ Մովսեսի ասածի պես ու ժողովքի մեջը վազեց եւ ահա ժանտախտը սկսել էր ժողովքի մեջ եւ խունկը դրավ եւ ժողովրդի համար քավություն արավ եւ մեռելների եւ ողջերի մեջտեղը կանգնեց եւ ժանտախտը դադարեց եւ ժանտախտով մեռածները 14700 հոգի էին։ Այսինքն Աստծո բարկությունից ավելի շատ մարդ մահացավ, քան թե կորխի ժամանակ, բացի կորխի հետ մահացածները ավելի շատ էին։ Եվ Ահարոնը ետ դարձավ դեպի Մովսեսը ժողովքի խորանի դռան մոտ եւ ժանտախտը դադարեց։
Հասայա Աստծո ընտրյալների, օծյալների ծառայությունը, որոնք կարող են դադարեցնել, աղբյուր տալ, սկզբնաղբյուր լինել, մարգարեանալ, բացել, փակել հոգևոր դաշտում։ Իսկ ովքեր որ կկանգնեն Տիրոջ օծյալների դեմ, Աստված Երեմիային ասում է, դու դեռ չծնված, ես քեզ ընտրել էի, քո մոր որովայնում դեռ դու չկայր, դու իմ մտքում էիր, դու ընտեղ էիր, ես քեզ ազգերի մարգարե տեսա, Աստված ա ընտրում դեռ չծնված, անգամ քո դեմ զորաբանակ էլ դուրս կա, մեկ Աստված քո հետ ա, եւ չի դադարում Աստված, եւ Աստված խոսեց Մովսեսի հետ, 17-րդ գլուխը, խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ առ նրանցից իրենց հայրերի տներից համեմատ մեկ գավազան, այսինքն իրենց հայրերի տների բոլոր իշխանների 12 գավազանները, այսինքն 12 ցեղերից պետքա ամեն ցեղից մի գավազան վերցնեին եւ նրանց անունները գավազանի վրա գրիր եւ Ահարոնի անունն է գրիր Ղևի գավազանի վրա, այսինքն Ահարոնը եւ Մովսեսը նույնպես ղևտացի էին եւ այդ գավազանի վրա պետքա Ղևի գրվեր, որովհետեւ նրանց հայրերի տան իշխանի համար մեկ գավազան պիտի լինի եւ նրանց դներ ժողովքի խորանում վկայության առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ, այսինքն այնտեղ, որտեղ Տերը հանդիպում էր, այն աղոթքի վայր, այն շփման վայրում, ուխտի տապանակի մոտ պետքա դրվեր այդ 12 գավազանները եւ կլինի այն մարդի գավազանը, որը որ ես ընտրել եմ կծաղկի եւ ես կդադարեցնեմ ինձանից Իսրայելի որդկանց տրտունջը, որ տրտնջում են ձեր վրա, այսինքն Աստված իր ձևով լուծում ա տալիս, ես քեզ կբարձրացնեմ Մովսես, Ահարոն եւ կդադարեցնեմ նրանց ծուռ մտածելակերպը, ծուռ խոսելը, դատապարտություն, այդ քաղցկեղածին բամբասանքները ես կդադարեցնեմ եւ Մովսեսը խոսեց եւ բոլորը բերեցին այդ գավազանները եւ Ահարոնի գավազանը նույնպես բերվեց եւ 7-րդ համարում եւ Մովսեսը դրավ գավազանները Եհովայի առաջին վկայության խորանում եւ եղավ որ հետեւյալ օրը Մովսեսը վկայության խորանը մտավ եւ ահա Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը ծաղկել էր եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշել հասցրեց դզդամի 4 փայտի կտոր էր կտրված արմատից եւ ջրերից, բայց եթե Աստված որոշել ա, որ քեզ բարձրացնի քո եղբայրների մեջ, ինչպես Դավիթին, նա կծլեցնի այդ չորացած վիճակդ, նա քեզ ծաղկել կտա, նա կցուցադրի քեզ բոլորի առաջ եւ նա կլինի այդ գերբնական շարժողը եւ ծլեց, ծաղկեց եւ անգամ պտուղ տվեց, նուշ տվեց եւ սա Իսրայելի խորհրդանիշն է նաեւ եւ գալու է ժամանակ ես հավատում եմ որ Իսրայելը ապաշխարելու է եւ շատ մոտ է այդ ժամանակը Իսրայելի ապաշխարությունը Ղևի ցեղը պիտի ապաշխարի եւ շատ հաճախ այսօր կկանգնեն քո դեմ մարդիկ կբամբասեն անուններ կկպցնեն եւ անգամ կսկսես ինքդ քեզ կասկածել արդյոք միգուցե նրանք ճիշտ են բայց Աստված շարժվում է եւ բարձրացնում է քեզ գերբնականի մեջ երբ որ Հովանես Մկրտիչը բանտից առաքյալներին ուղարկեց ու ասեց գնացեք հարցրեք արդյոք Քրիստոսն ինքն է որ պիտի գար Հիսուսը չասեց լսի դու ինձ ջրով մկրտեցիր աղավնին իջավ դու հայր Աստծո ձայնը լսեցիր դու կասկածում ես ոչ նա մի բան ասեց նայիր գերբնականին նայիր այն շարժին կույրը տեսնում է կաղը քայլում է խուլը լսում է գնացեք եւ նրան ասեք երանելի է նա որ չի կասկածում
որ կհավատա։ Եվ այստեղ նույնպես գերբնական Աստված ցուցադրում է, որ ես եմ ընտրել Ահարոնին, ես եմ ընտրել Մովսեսին, ես եմ նրանց կարգել։ Եվ արդյոք մարդու ձեռքի գործ է սա, ոչ, սա երկնային շարժ է։ Աստծո ձեռագիրը տարբերվում է մարդկային ձեռագրերից։ Ես հիշում եմ մի 19 թվականին էր կարծեմ կամ 18 ես Մարգարեանում էի, որ գալ տարի Աստված շարժելու է եկեղեցիները եւ այն դրված մարդիկ, որոնց մարդիկ են դրել, ոչ թե Աստված, նրանք վայր են ընկնելու։ Այսօր շատ ծառայողներ դրվել են մարդու միջամտությամբ եւ ոչ թե Տիրոջ, եւ նրանք ծառայում են իրենց խելքով, իրենց իմաստությունով, բայց ոչ երկնային միջամտությունով։ Եվ այսօր Աստված բարձրացնում է իր բանակը, Աստված բարձրացնում է մարգարեների եւ առաքյալների բանակ, որոնց վրա որ շինվել է եկեղեցին եւ շարունակվելու է, որտեղ նրանք են, որ լսում են Աստծո ձայնը։ Այն եկեղեցիները, որտեղ չկա մարգարե կամ մարգարեական ուսմունքը, այդ եկեղեցիները դառնում են այնպիսի մի վայր, որտեղ որ նրանք շատ լավ գիտեն ինչ են անում, բայց վերանում է այնտեղից Սուրբ Հոգու շարժը, գերբնականի շարժը։ Եվ եթե Կորխը բարձրանար, նրան հաջողվեր բարձրանալ Մովսեսի տեղը, եւ դա նրա փափագն էր, նա կսարքեր մի խառնաշփոթ, նրանց ետ կտաներ Եգիպտոս ծառայության լծի տակ։ Եվ այսօր շատ ծառայողներ ազատությունից մարդկանց տարել են ծառայության լծի տակ եւ կապել են մարդկանց կոնտրոլի եւ մանիպուլյացիայի կախարդության ոգով։ Եվ ազատություն չկա եկեղեցիներում, չկա Սուրբ Հոգու շարժ, որը որ կբերի ճախրելու այդ հզոր շարժը։ Եվ այսօր Աստված ուզում է, որ իր օծյալները բարձրանան եւ գրված է, որ վերջի ժամանակները Աստված դատելու է հովիվներին եւ վերցնելու է ոչխարներին նրանց ձեռքից, որոնք որ հրեցին նրանց, որոնք որ կերան նրանց միսը, օգտագործեցին նրանց եւ չհովվեցին նրանց, չկերակրեցին նրանց։ Եվ կտամ ասում նրանց բարի հովիվը եւ ի նկատի ունի Դավիթ թագավորին, բայց ոչ թե Դավիթ թագավորը, այլ Դավիթի սիրտ ունեցողներին։ Գործք առաքելոցի մեջ գրված է, ես հավանեցի Դավիթին, նրա սիրտը, որտեղ նա անում է ամեն բան, ինչ որ ես նրանից խնդրում եմ, ինչ որ ես նրանին ասում եմ։ Եվ այսօր Աստված ուզում է բարձրացնի առաջնորդողներ, որոնք կլսեն Սուրբ Հոգու ձայնը եւ կտանեն մարդկանց արոտների եւ կտանեն մարդկանց այն վայրերը, որտեղ որ Տերն է պատրաստել կերակուր։ Եվ նայելով Կորխին, նա դեմ էր Տիրոջ տեսիլքին։ Նա ասում էր, ինչի բերեցիր մեզ անապատ, մենք այնտեղ կաթումեղր, մենք այնտեղ լավ էինք մեզ զգում Եգիպտոսի ծառայության լծի տակ։ Եվ ուր էր բերել Մովսեսը Աստված անապատ։ Եվ գրված է, որ ես քեզ կտանեմ անապատ, եւ այնտեղ ես քո հետ կխոսեմ։ Ես առաջի անգամ, երբ որ այդ համարը կարդացի, զարմացել էի, ասում էի, Տեր, դու ես ստանում անապատ ուրեմն։ Գրված է Օվսիայի 2-րդ գլխի 14 համարում, գրի մոտդ շատ կարևոր համար է։ Մանավանդ եթե հիմա զգում ես, որ անապատ վիճակ է քո մոտ։ Օվսիա 2:14։ Ուստի ահա ես նրանց կհրապուրեմ, մի ուրիշ թարգմանության մեջ գրված է կհամոզեմ ու կտանեմ անապատ եւ կխոսեմ նրանց սրտի հետ։ Երբ որ Աստված տարավ Եղիային անապատ, այսինքն Եղիան գնաց, բայց ես հավատում եմ, որ Աստված է ամեն շարժող ուժը։ Երբ որ նա տարավ
Հագարին անապատ, երբ որ տարավ Հիսուսին անապատ, աշակերտներին անապատ, նա խոսեց անապատում նրանց հետ, նա խոսում էր անապատում մարգարեների հետ, նրա մեսիջը շատ պարզ լսվում է, երբ որ չկան մարդիկ, երբ որ դու եւ նա ես, եւ շատ հաճախ դա ամենահարմար տեղն է, այդ լուր վայրում, որ Աստված խոսում է, եւ Մովսեսը բերեց ժողովրդին անապատ, որ նրանց միջից դուրս գար այդ ծառայության ոգին, ծառա լինելու ոգին, Աստված այնտեղ իրենց դաստիարակում էր, բայց միչև վերջ նրանք ուզում են ետ դառնային Եգիպտոսի ծառայության լծի տակ, հիմա քեզ ազատի ծառայության լծի տակից, այդ ծառայական մտածելակերպից, եւ դա միակ հարմար տեղն է, որտեղ Աստված կարողանում է խոսել քո հետ։ Հայր, շնորհակալ եմ այս խոսքի համար, ես օրհնում եմ քո խոսքը, ես օրհնում եմ քո խոսքը, Տեր, թող որ սուրի պես մտնի մեր ներսը, Տեր, եւ երկսայրու սուրի պես գտրի այն ամենը, ինչը որ մերը չի, ինչը որ մեզ խանգարում է, ինչը որ մեզ կապանքների մեջ է պահում, Տեր, ազատիր մեզ, որովհետեւ մենք ունենանք Մովսեսի եւ Ահարոնի պես մտածելակերպ, բարձր մտածելակերպ, եւ կարողանանք լսենք քո սուրբ ձայնը, Սուրբ Հոգի, ամենք, Տեր, օրհնիր մեզ, բարձրացրու մեզ, Տեր, ծաղկացրու մեր ձեռքի գավազանը, Տեր, թող նուշ տա, թող ծաղկի այդ գավազանը մեր թշնամիների դիմաց, հալելույա, եւ Աստված յուղ կլցնի քո գլխին քո թշնամիների դիմաց, եւ ամոթով կթողնի, սա շատ հաճախ պատերազմների ժամանակ են ասում, բայց սա նաև նախանձի դեմ է անում, շատ նախանձով բռնվածների դեմ Աստված քեզ կբարձրացնի եւ կոծի քո գլուխը սուրբ յուղով եւ կասի ես ընտրել եմ քեզ, գնա եւ իմ խոսքը տարածիր յուղով, հոծությունով եւ ճարպի զորությունից քանդվելու են բոլոր կապանքները, ես օրհնում եմ քո կյանքը Հիսուս Քրիստոսի անունով